Տարիներ առաջ հնչած խոսքեր, որոնք ժամանակին շատերը ընկալում էին որպես քաղաքական շոու կամ չափազանցված հայտարարություններ, այսօր կրկին հայտնվել են միջազգային լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի ուշադրության կենտրոնում։ Խոսքը ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկիի մասին է, որի հին ելույթները հերթով վերադառնում են տեղեկատվական դաշտ արդեն նոր աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին։ Ժիրինովսկին դեռևս 2000-ականներից պարբերաբար խոսում էր այն մասին, որ աշխարհակարգը փոխվելու է ոչ թե Եվրոպայում, այլ Մերձավոր Արևելքում սկսվող մեծ պատերազմի հետևանքով։ Նրա հայտարարություններից մեկում նա ընդգծել էր, որ ապագայի գլխավոր բախումը լինելու է Իրանի շուրջ եւ այդ հակամարտությունը ներգրավելու է Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, փոխելով ուժերի հարաբերակցությունը ամբողջ տարածաշրջանում։ Они сделают все чужими руками. Они раздолбают Иран. ԱՄՆ-ն ճնշելու է Իրանին։ Շատերը սխալ են գնահատում։ Նրանց Իրանը պետք չի։ Նրանց պետք են միլիոնավոր փախստականներ դեպի հյուսիս, դեպի հարավային Կովկաս։ Իսրայելին էլ ձեռնտու է, որ Իրանից վտանգ չլինի, բայց ամերիկացիների համար գլխավոր նպատակը Իսրայելին պաշտպանելն է։ Փորձելու են մեզ ու Չինաստանին ստիպել պաշտպանել Իրանը։ Ժիրինովսկին դեռ 2000-ականներից ասում էր, որ Ուկրաինան դառնալու է Ռուսաստանի եւ Արևմուտքի բախման հիմնական հարթակը։ 2019 թվականի ելույթներից մեկում նա նույնիսկ նշում էր, որ աշխարհը մի պահ ամբողջությամբ կմոռանա Ուկրաինան, քանի որ Մերձավոր Արևելքում սկսվող իրադարձությունները կդառնան գլոբալ օրակարգի գլխավոր թեման։ Այս խոսքերը հատկապես ակտիվորեն սկսեցին տարածվել վերջին ռազմական լարվածությունների ֆոնին, երբ Իրանի շուրջ իրավիճակը կտրուկ սրվեց։ Ընդ որում նա այս մասին հայտարարել էր, երբ ռուս-ուկրաինական հակամարտության մասին խոսք անգամ չկար։ Отказывайтесь, тогда мы можем принять другую программу. Հրաժարվում եք, այդ դեպքում մենք կարող ենք այլ ծրագիր ունենալ։ Իսկ ինչպիսին դուք կզգաք 2022 թվականի փետրվարի 22-ի առավոտյան ժամը 4-ին։ Ես կուզեի, որ 2022 թվականը խաղաղ լիներ, բայց ես սիրում եմ ճիշտը։ Խաղաղ տարի չի լինելու։ Այդ տարի Ռուսաստանը նորից հզոր երկիր է լինելու։ Բոլորը ստիպված են լինելու հարգել մեզ։ Ռուս գործիչը կանխատեսում էր, որ աշխարհը մտնելու է նոր սառը պատերազմի փուլ, որտեղ պատերազմները լինելու են ոչ թե ուղիղ, այլ միջնորդավորված սանկցիաներով, տարածաշրջանային պատերազմներով եւ տնտեսական ճնշմամբ։ Այսօր դա հաճախ կապում են ՆԱՏՕ-Ռուսաստանի Դաշնություն հարաբերությունների կտրուկ սրման հետ։ Քաղաքական գործիչը խոսել է նաեւ Արցախի հարցի հնարավոր կարգավորման սցենարների մասին։ Турция помогает Азербайджану. Мы Армении. Թուրքիան օգնելու է Ադրբեջանին, Ռուսաստանը Հայաստանին եւ Կովկասում մեծ պատերազմ է սկսվելու։ Բոլորը Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը պատերազմելու են։ Հետո հանգելու է ամեն բան, հազարավոր զոհեր ու փախստականներ են լինելու։ Վերջում մեղադրելու են Մոսկվային։ Նա բազմիցս ասել էր, որ Թուրքիան ակտիվանալու է Կովկասում, Մերձավոր Արևելքում եւ Կենտրոնական Ասիայում։ Այս կանխատեսումը հաճախ կապում են Թուրքիայի աճող դերի հետ։ Ժիրինովսկին նշում էր, որ 21-րդ դարում Միացյալ Նահանգների գլխավոր մրցակիցը լինելու է ոչ թե Ռուսաստանը, այլ Չինաստանը, իսկ աշխարհն անցնելու է բազմաբևեռ համակարգի։ Այսօր Միացյալ Նահանգներ-Չինաստան մրցակցությունը հենց գլոբալ քաղաքականության կենտրոնում է։ Սեդա Մակարյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։